Հարգելի հայրենակիցներ, համայն աշխարհի իմ քույրեր և եղբայրներ, եկել է ժամանակը միասնական լինելու և համախմբվելու, որ դառնանք մի մտքի, մի գաղափարի պետություն կառուցող ժողովուրդ։ Եկեք պաշտպանենք մեր պետականությունը, անկախությունը, մեր ազգի ինքնությունը և արժանապատվությունը, որպեսզի մենք էլ ունենանք մեր արժանի տեղը բոլոր պետությունների շարքում։ Հարգելի հայրենակիցներ, չնայած մեր ներքին բազմաթիվ տարաձայնություններին, եկեք չմոռանանք, որ մենք հայ ենք և ունենք մեկ նվիրական երազանք՝ ունենալ հզոր պետություն, որտեղ հայը կլինի պաշտպանված, կլինի իսկապես հպարտ, կլինի երջանիկ և բախտավոր, կունենա արժանապատիվ ապրելու հնարավորություն ու կվայելի իր կյանքը իր հայրենիքում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք կարող ենք և ի վիճակի ենք ստեղծելու մեր երազած պետությունը մեր մտքի անհասանելի թռիչքով, մեր աշխատասիրությամբ, մեր հայրենիքի նվիրվածությամբ և մեր զինվորի անպարտելի ոգով։ Այս ամենին հասնելու համար մեզ հարկավոր է լինել ծայրաստիճան միասնական, հարգել և վստահել միմյանց։ Հարգելի հայրենակիցներ, մենք այսօր պետք է ընտրենք և պինդ բռնենք ինքնամաքրման ուղին, զեղծ մնանք տեղի կամ անտեղին միմյանց վիրավորելուց, հայհոյելուց, զրպարտելուց, որը բերում է մեկը մյուսին կյանքից զրկելու։ Մենք յուրաքանչյուրս մեր հոգու խորքում պետք է զգանք այդ մեծ կորուստի ցավը, որ մենք պատճառում ենք միմյանց։ Մենք պետք է հասկանանք, որ այս վերանշված խնդիրներն են պատճառը, ինչը խանգարում է մեզ միասնական լինելու։ Այս ամենը ուղղելու դեպքում մենք կկարողանանք վերջ տանք թշնամությունը և ատելությունը մեր մեջ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք ավելի մեծ և կարևոր գերխնդիր չունենք, քան մեր հայրենիքի և ժողովրդի ապագան։ Մերը մեկն է՝ լինել միասնական, որպեսզի կարողանանք մեր դեմ ծառացած բոլոր մեծ ու փոքր խնդիրներին տանք արժանի պատասխան։ Սրանով մենք մեր գալիք սերունդներին տալիս ենք այն ցանկալի երկիրը, որը մենք այսօր չունենք և որի համար պայքարում ենք։ Սիրելի ժողովուրդ, եկեք մի ընտանիքի նման հասկանանք իրար ու ներենք իրար և միասին պայքարենք չարի, ստի և լքտիության դեմ։ Հուսով եմ, որ մենք կհասնենք մեր առաջ քաշած գաղափարի իրագործմանը մեր խելքով, մեր վարքով, մեր հարգանքով և օրինակելի կդառնանք մեր երիտասարդությանը։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է և իր անելիքն ունի այս մեծ գաղափարի իրագործմանը։ Բերեք տարածենք մեր միասնության գաղափարը մեր հայրենակիցների մեջ և որքան մեծ լինի մեր բանակը, այնքան հեշտ կլինի հասնել մեր ցանկալի հաղթանակին։ Սիրելի ժողովուրդ, միասնականությունը դա այն ուժն է, որ մեզ տանելու է ազգի վերածնունդին։ Միասնականությունը դա այն ուժն է, որ տանելու է մեզ ընդհանուր հաղթանակին։